Ներին զուգահեռ կարծում եմ, մենք ընտրական գործընթացին մենք տեսնելու ենք ամենամեծ էսկալացիան Ուկրաինայում։ Դա շատ էլ տրամաբանական է, որովհետև հասունանում են գլոբալ համաձայնությունները, իսկ որպես կանոն դրանից առաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր վերջին Շնչով ժանքերը, առավելագույնը այո, ստանալ։ դա հետևաբար Ռուսաստանը մեծ իմաստով ժամանակ ու ռեսուրս էլ չի ունենալու հայաստանյան անցուդարձով շատ զբաղվելու։ Մեկ, երկրորդը մենք այդպես էլ որպես քաղաքական համակարգ չհասկացանք կայսրությունների բնույթն ու կառուցվածքը։ Խոսքս միայն Ռուսաստանին չի վերաբերում։ Կայսրությունները, երբ իրենց համար ռեգիոնը կամ որևէ երկիր առաջնահերթություն դառնա, հազարատ լծակ ունեն իրենց քաղաքականությունները ակտիվացնելու եւ այսպես ասեմ, իրենց օրացույցները կամ առաջնահերթությունները մեր քաղաքական օրացույցով չեն կազմում։